Այսօր այֆ-ի հյուրն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, պարոն Գրիգորյան, շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ինչպես է գնահատում Պենտագոնի այն հայտարարությունը, թե բանակցային գործընթացում Ղարաբաղի հետ քայլ է արձանագրվել։ Նախ ուզում եմ ասել, որ զարմացած եմ, որ Պենտագոնը արձագանքում է, այդ Ղարաբաղի խնդիրը Պենտագոնի ֆունկցիայի մեջ չի մտնում, Պենտագոնը թող զբաղվի Ամերիկայի բանակով, Աֆղանստանով, Իրաքով, լիքը պրոբլեմներ ունեն, թող այդ պրոբլեմներով զբաղվեն։ Իրոք Գոսդեպարտամենտը Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը իրանք ունեն ներկայացուցիչ Մինսկի խմբում։ Պենտագոնն է արձագանքում, որը ձեր ասելով իրավունք չունի, սա ինչ է նշանակում։ Դա իմ կարծիքով նշանակում է, որ փորձ է արվում, այսինքն մի փոքր ճնշում գործադրել այդ կողմերի վրա, ինչ որ գնահատականներ տալ, ստիպել մեզ եւ Ադրբեջանին ինչ որ արհեստական քայլեր անել, իմ կարծիքով դա կառուցողական չի։ Իրոք մի հատ էլ ուզում եմ կրկնել, իրոք Միացյալ Նահանգների բանակը ուժային կառույցները լուրջ խնդիրներ ունեն աշխարհում։ Ունեն եւ Աֆղանստանում, եւ Իրաքում, եւ հակատերորիստական այդ միջոցառումներ պետք է անցկացնեն, թողեն Ղարաբաղի խնդիրը հանգիստ։ Այ Միացյալ Նահանգների պետքարտուղարը իրոք կապ ունի Ղարաբաղի հարցի հետ։ Դուք գիտեք, Մինսկի խմբում Միացյալ Նահանգները համանախագահող երկիր է։ Ուրեմն եկեք խոսենք Մինսկի խմբի մասին։ Մինսկի խմբի շրջանակներում նույն Միացյալ Նահանգների ներկայացուցիչը այդպես հորետեսական գնահատական չի տալիս։ Դա է ինձ համար չափորոշիչը։ Ավելին ասեմ, ինձ շատ են մտահոգում այս վերջի ժամանակվա տարբեր փորձագետների այդպես կոչված, ասենք, հայտարարություններ, ես ուզում եմ մեր հասարակությանը զգուշացնել։ Դա մարտահրավերներ են, նետված են մեր ուղղությամբ, որ մենք խառնվենք, խառնաշփոթ ստեղծվի Հայաստանում։ Մենք պետք է հասկանանք մեկ բան՝ Մինսկի խումբ կա, գնում են բանակցություններ, արդյունքները իմ կարծիքով վատ չեն այդ բանակցությունների, այո, հեշտ չի ստանալ արդյունք արագ, այդ պետք է բոլորը հասկանան։ Ինչպես է գնահատում Տոմ Դևալի այն հայտարարությունը, թե Բաքուն չի համաձայնվել Կազանում այդ փաստաթղթի հետ միայն այն պատճառով, որ Լաչինի կարգավիճակը հստակ չի եղել, եւ նշվում է, որ փորձագետին հենց Բաքվից են հայտարարել այդ մասին։ Գիտեք, հիմա այդ բանակցություններից հետո ամեն ինչ կարելի ասել։ Ամեն մեկը ուզում է իր մեկնաբանություններով հայտարարություններ անի։ Իմ կարծիքով դա այո, պետք է ուշադիր կարդանք, հետևենք, բայց պետք չի կներեք ինձ սրտամոտ ընդունել։ Մենք պետք է հասկանանք մեկ բան։ Ձեր կարծիքով Ադրբեջանի համար ամենակարևորը այս պահին Լաչինի կարգավիճակի հարցը չէ։ Ադրբեջանի համար այլ հարցեր են ավելի կարևոր, այլ ոչ թե Լաչինի խնդիրը։ Ես ավելին ասեմ, ես համոզված եմ նույնիսկ Կազանում Լաչինի մասին ընդհանրապես չէին էլ խոսացին։ Որտեղից է ենթադրում եք։ Այո, ու քանի որ փորձը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումները, ենթադրությունները ավելի հաճախ ճշմարտության համապատասխանում են, ավելի ուշ դա պարզվում է։ Ուրեմն ավելի ճիշտ է հավատալ մեզ, այլ ոչ թե Տոմաս Դևալին կամ Սաբինա Ֆրեզերին, որը պարբերաբար պրովոկացիոն հայտարարություններ է անում, չի կա դժվար է լուծել Ղարաբաղի հարցը, եկեք վերադարձնենք, ասենք, ադրբեջանցի փախստական։ Դա ուղղակի սադրանք է, դա պրովոկացիա է, ուրիշ բառ ես չունեմ ասելու։ Ուրեմն եկեք հասկանանք մեկ բան։ Այո, հիմա գնում է ինֆորմացիոն պատերազմում, մենք պետք է պատրաստ լինենք ադեկվատ արձագանքենք։ Ինչպես եք վերաբերում այն լուրերին, որ Սերժ Սարգսյանը մերժել է Դիմիտրի Մեդվեդևի առաջարկները, քանի որ այս տեղեկատվությունը ոչ երկվում է եւ ոչ էլ հաստատվում են իշխանությունների կողմից։ Եթե մերժել է, սա ինչ է նշանակում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը այսպես կոշտ ձևով մերժի Ռուսաստանին, մենք ռազմավարական պարտներներ ենք, պարզաբար մեխանիզմներ կան անհամաձայնությունը նորմալ ձևով ներկայացնել, բայց մեկ բան ուզում եմ ասել, որ Ռուսաստանի քաղաքական էլիտան պետք է հիշեն ու իրանց ուղեղներում ֆիքսեն, որ այլևս հայ ժողովրդի տարածքներով լուծել իրանց խնդիրները Կովկասում չի ստացվի։ 21 թվին ստացվեց, այն ժամանակվա իշխանությունները անհաջող էին, հայկական իշխանությունները, այսօր այս բանը չի ստացվի։ Չեն կարող իրանք օրինակ, ես ասեմ, օրինակ Մեդվեդևը փորձում է, պրեզիդենտ Մեդվեդևը փորձում է իր ընտրություններից առաջ ինչ որ արագացում տա Ղարաբաղի հարցին, որ ինչ որ ստանա առավելություն ընտրությունների ժամանակ։ Չի ստացվի անձնական խնդիրներ լուծել Ղարաբաղի շնորհիվ կամ մեր տարածքների։ Հայաստանը թույլ չի տա, համոզված եմ եւ Սերժ Սարգսյանը թույլ չի, բայց ամենակարևորը հայ ժողովուրդը թույլ չի տա։ Այսօր մեր էլիտան բավական հասուն է, որ դա հասկանա։ Դա ես ուզում եմ, որ բոլորը ֆիքսեն, որ այն Ղարսի պատմությունը Նախիջևանը չի կրկնվի։ Դες Ռուսաստանը պետք է իմանա, թող
ուզենա ինքը ստեղ լուծել Գաբալայի խնդիրը, օրինակ Ռուսաստանը ուզում է երկարաձգի այդ Գաբալայի պայմանագիրը Ադրբեջանի հետ, Ադրբեջանը շարքում է, Ադրբեջանը ասում է այ Ղարաբաղի հարցում թող արագացում լինի լուծման, մենք այդ դեպքում կհամաձայնենք, այս ձևի խնդիրներով որոնք կապ չունեն Ղարաբաղի հետ, Ռուսաստանը ոչ մի բան չի կարողանալ լուծել, իրենք պետք է դա ֆիքսեն, իրենք քաղաքական էլիտան դա պետք է ֆիքսի, չի ստացվի, չի կրկնվի 21 թիվը։ Շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը